Սիրելի ռադիոլսողներ, ձեզ հետ է Արսեն Յալանուզյանը։ Այսօրվա հաղորդման թեման է անհատական ծածկագրերը եւ քրիստոնեությունը։ Իմ զրուցակիցն է արժանապատիվ տեր Մեսրոպ Քահանա Արամյանը։ Օրհնեցեք Տեր այր։ Աստված օրհնի։ Տեր այր, Հայաստանի կառավարությունը ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ մեր հասարակության մեջ սկսել է ներդնել այսպես կոչված անհատական ծածկագրերի համակարգը։ Դրա էությունն այն է, որ յուրաքանչյուր մարդու ցմահ, այսինքն մինչև իր կյանքի վերջը, վերագրվում է անհատական համար 10 նիշանոց թիվ կամ ծածկագիր։ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակիչների ծածկագրերի հիման վրա ստեղծվում է տվյալների բազա։ Ըստ Հայաստանի սոցիալ-նախարարության պաշտոնյաների, անհատական ծածկագրերի տվյալների բազայում պարունակվող ինֆորմացիայի հիման վրա կազմակերպվելու է անհատի սոցիալական պաշտպանությունը, թոշակների, նպաստների, աշխատավարձերի վճարումը, հարկերի գանձումը եւ այլն։ Անհատական ծածկագրերի համակարգը Հայաստանում ներդրվելու է մոտ 1 տարի հետո, 2004 թվականի հուլիսի 1-ից կամավոր պարտադիր սկզբունքով։ Մի շարք երկրներում այս համակարգը ներդնելիս հասարակության լայն շերտերը, մասնավորապես քրիստոնյաները, ընդվզել են։ Անհատական ծածկագրերի մերժման բազմաթիվ պատճառներ են նշվել։ Ըստ էության այդ երևույթը համարվում է միանշանակ մերժելի, պարզապես տարբեր փաստարկներ են բերվում դա հիմնավորելու համար։ Հաշվի առնելով, որ խնդիրը հրատապ է նաև մեր հասարակության համար, քննության առնենք այն պատճառները, որոնք այսօր հատկապես կարևոր են հայ քրիստոնյաների համար։ Հիմնական պատճառներից մեկը, որով քրիստոնյաները դեմ են արտահայտվում անհատական ծածկագրերին, այն է, որ իբր ըստ մի շարք հետազոտողների այդ ծածկագրի 10 նիշանոց թվի մեջ կոդավորված է 666 թիվը, որը, ինչպես հայտնի է, նոր կտակարանում անվանվում է գազանի թիվ, նեռի թիվ։ Եթե 666 թիվն իսկապես առկա է ծածկագրում, ապա ձեր կարծիքով դա բավարար է անհատական ծածկագրից հրաժարվելու համար։ Գիտեք, պատմականորեն եւ հիմա էլ 666 թվի ընկալման շուրջ կան բավականին շատ խոսակցություններ եւ նաեւ սպեկուլյացիաներ, նաեւ իրական վտանգի զգացողություններ եւ այլն։ Հիմա ինչ վերաբերում է այդ 10-անիշ համարի մեջ 666 թվի ներդրված լինելու կամ չլինելու մասին, ուրեմն այս փաստը հերքում են նախարարության ներկայացուցիչները եւ դա նաեւ ստուգել որևէ կերպ հնարավոր չէ։ Ոմանք նաեւ ասում են, որ հետագայում դրան պետք է կցվի 666 թիվ կամ շտրիխ կոդ, որի մեջ ըստ որոշ մասնագետների եւ ըստ որոշ պնդումների կա արդեն այդ 666 թիվը կամ 3 6-երը, մեկը սկզբում, մեկը մեջտեղում եւ մյուսը վերջում։ Իհարկե այս ամենը ստուգել եւ փաստել հնարավոր չէ։ Բայց եթե մարդուն պարտադրում են որևէ բան ընդունել եւ եթե դրա մեջ իսկապես կա 666 թիվը, սա արդեն որոշակի կերպով մարդուն կարող է անհանգստացնել, հատկապես եթե մարդը ինքը քրիստոնյա է։ Բայց իհարկե 666-ի այս խորհուրդը, որը նկարագրված է հայտնության գրքում, միանշանակորեն կապելով որոշակի զուտ ֆիզիկական թվի հետ, մենք կարող ենք շատ հեռու գնալ, որովհետև մենք այստեղ տեսնում ենք, որ 666 թվի ընդունումը ընդհանրապես արդյունք է Քրիստոսի գիտակցական մերժման։ Եվ ապա ի նշան դրա դու ստանում ես այդ կնիքը, բայց այստեղ խոսքը չի գնում Քրիստոսին գիտակցականորեն ուրանալու եւ բացահայտորեն, այսպես ասած, սատանային երկրպագելու մասին։ Խոսքը դրա մասին չի գնում։ Իհարկե, եթե գա այդպիսի պահ եւ այդպիսի բան առաջարկվի, բնական է, որ բոլոր քրիստոնյաներն էլ ելնելով իրենց հոգեվոր ըմբռնումներից, իրենց հոգեվոր գիտակցությունից կմերժեն այդ բանը։ Բայց այստեղ խոսքը դրա մասին չի գնում։ Սակայն որոշ մարդիկ ասում են, որ սա նախապատրաստական մի քայլ է եւ այլն եւ այլն։ Ամեն պարագայի ընդհանրապես մարդկանց համարակալելու process-ը եւ հետագայում դրան ինչ որ թվեր կամ կոդեր կապելու այս գործընթացները մեծապես կարող են անհանգստացնել մարդկանց։ Նախ ինքը մարդկանց համարակալումը հոգեբանորեն դա շատ վատ երևույթ է,
կապված է բանտերի, համակենտրոնացման ճամբարների, այսպիսի իրադրությունների հետ, երբ մարդկային անհատականությունը ոչնչանում է եւ այլևս նա ոչ թե այսինչ անուն մարդն է Աստծո առաջ, այլ այսինչ համարն է։ Եվ համարակալումը տալիս է ոչ թե Աստված, այլ տալիս են մարդիկ։ Ուրեմն դա որոշակի այլ իշխանության նկրտումների արդյունք է մարդկային գոյության վրա, եւ դա հոգեբանորեն վատ բան է։ Իհարկե այդ համակարգը իրականացնողները Հայաստանում կարող են չիմանալ այս մասին եւ բնականաբար պիտի մերժեն, որ այսպիսի բան չկա, ինչ կապ կա այդ կոդի եւ 666 թվի միջև։ Իրենք կարող են չտեսնել այդպիսի կապ։ Բայց միգուցե այդպիսի կապ կարող է լինել ապագայում այն գլոբալ համակարգերում, որտեղ պիտի ներդրվեն այդ համարները։ Միանշանակ է, որ այսօր չի ժխտվում, որ սա համաշխարհային գլոբալացման process-ների երևույթներից մեկն է Հայաստանում։ Մենք չենք ուզեցել ինքներս մեզ համարակալել, մեզ ուզում են ուրիշները համարակալեն։ Սա մեր ազգային շահերից ամենևին էլ բխող մի բան չի։ Թող չասեն, որ սա հարկերի կամ չգիտեմ ինչ բաների հեշտացման համար է, եթե պետք է հարկ հավաքել, թող այսօր էլ հավաքեն։ Այդ օլիգարխները այսօր էլ կան։ Թող նրանցից հարկերը հավաքեն։ Կոդավորումով հարկ չես հավաքելու։ Հարցը չի կարելի այդպիսի հարթություն տեղափոխել եւ հետո շատ հետաքրքիր է, որ այս խնդրի դեմ աշխարհի ոչ մի օլիգարխ չի պայքարել։ Ոչ մի օլիգարխ չի անհանգստացել իր հարկ մուծելուց կամ չմուծելուց։ Այս խնդիրը անհանգստացնում է քրիստոնյաներին։ Եվ ցանկալի է, որ մեր պետական համակարգերը հասկանան, որ Հայաստանում կան քրիստոնյաներ։ Ինչ շատ զարմացրեց նախարարության մի աշխատակցի հետ խոսակցությունը, որը ասեց հավատացյալն ինչ է։ Իսկ Հայաստանում կան հավատացյալներ։ Ես ցավում եմ, որ այդ ներկայացուցիչը մի անգամ ժամը 11-ին պատարագի ներկա չի եղել, եւ այդպիսի գիտակցությամբ մոտենալ խնդրին չի կարելի։ Հայաստանում կան հավատացյալներ, կան քրիստոնյաներ, որոնց կարող է այս խնդիրը անհանգստացնել։ Այս խնդրի անհանգստությունը կարող է լինել շատ օբյեկտիվ, այսինքն կապված որոշակի սուրբ գրային դրույթների հետ, եւ նաեւ այդ 666 թվի հետ։ Դա կարող է անհանգստացնել մարդկանց։ Բնական է, որ այդ 666 թվի պարագան կապված է որոշակի վախճանաբանական իրողությունների հետ։ Դրանք խորհուրդներ են, որոնց սպասում են քրիստոնյաները։ Ընդհանրապես ես պետք է այստեղ ասեմ, որ վախճանաբանությունը կամ Քրիստոսի երկրորդ գալստյան սպասումը դա քրիստոնեական կյանքի հիմնական սպասումն է։ Եթե հանենք դա այդ սպասումը, քրիստոնեական կրոնը դառնում է ոչինչ, անիմաստ բան է դառնում։ Այսինքն քրիստոնեական կրոնի այդ հիմնական դրվագի հետ կապված, որտեղ պիտի արտահայտվի նաև քո հավատարմությունը Քրիստոսի նկատմամբ, Քրիստոսի փրկության նկատմամբ, որևէ ոտնձգություն, դա շատ նեգատիվ բան է քրիստոնեական հոգեբանության տեսանկյունից։ Սա նուրբ խնդիր է։ Եվ ես կցանկանայի, որ մեր պետական պաշտոնյաները այս նրբությունը նկատի ունենան։ Իրար լավ բաներ ասելով եւ այլն մեր պատմական անցյալով կամ չգիտեմ ինչով հպարտանալով չէ, որ մենք քրիստոնեությունը պիտի հաստատենք մեր կյանքի մեջ։ Այլ նրանով է քրիստոնեությունը հաստատվում, որ մենք հետևում ենք քրիստոնեական կրոնի հիմնական վարդապետություններին, որոնց մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում մարդու վախճանաբանական սպասումը։ Ուրեմն այդ 666-ի պարագան, նույնիսկ եթե կապված չի այս կոդավորման, այս համակարգի հետ, դա կարող է հոգեբանորեն կապվել եւ բնականաբար ներքուստ կարող է մերժվել քրիստոնեայի կողմից։ Դերայր, ոմանք պնդում են, որ եթե նույնիսկ մարդը չիմանա, որ իր անհատական ծածկագրում կոդավորված է 666 թիվը, միևնույն է, նա ենթակա է չար ուժերի ազդեցությանը, եւ այդ ազդեցության արդյունքում մարդու կամքը գերվում է, մարդը աստիճանաբար դառնում է ավելի հակված մեղքերի, ավելի հակված ուրացության եւ ի վերջո պատրաստ է նաեւ ընդունելու գազանի թիվը, ինչպես նկարագրված է հայտնության մեջ։ Անկեղծ ասած, այս տեսակետը ինձ հիշեցնում է մարդուն թուղթուգիր անելը, երբ մարդուն անկախ նրա կամքից, առանց նրա իմացության կարող են ինչ-որ ծես կատարել չար եւ պնդել, որ դա կարող է մարդու վրա ազդել։ Ձեր կարծիքով ինչպես կմեկնաբանեիք այս պնդումը, թե 666 թիվը կարող է ազդել մարդու վրա նույնիսկ առանց նրա իմացության։
Ես նախ ուզում եմ ասել, որ քրիստոնեությունը դա մոգություն չէ, եւ այսպիսի մոգական ըմբռնումներով պետք չէ մոտենալ հավատքի ազատության խորհրդին։ Ես պետք է ասեմ, որ այդ 666 թվի ընդունումը կամ չընդունումը կապված է մարդու ազատ կամքի հետ։ Դա որոշակի խորհուրդ է, որը Քրիստոսի մերժման, Քրիստոսին ուրանալու խորհուրդն է եւ սատանային երկրպագելու, եւ դա կապել այն բանի հետ, որ դու կարող ես ակամա 666 թիվ ստանալ չգիտակցված եւ դրանով իսկ հայտնվել չարի իշխանության տակ, չի կարելի։ Այստեղ պետք է նաեւ շեշտել, որ կան շատ սպեկուլյատիվ մոտեցումներ, ոչ եկեղեցական, արտաքուստ բերված եւ եկեղեցական շրջանակներում հավատացյալների մեջ սերմանվող ուսմունքներ, որ իբրև թե այդ 666-ի մեջ կա ճակատագրական անխուսափելիություն։ Նախ պետք է հասկանալ 666-ը ինչ է։ Դա իսկապես զուտ ֆիզիկական թիվ է, 3-6-երով գրված, թե դա խորհուրդ է։ Դա ինչ որ հոգևոր խորհուրդ է։ Ես կարծում եմ, եթե մենք հայտնության գիրքը կարդում ենք եւ ընդհանրապես կարդում ենք եկեղեցու հայրերի գրվածքները, մենք տեսնում ենք, որ դա նախ եւ առաջ խորհուրդ է։ Դա արտահայտում է Քրիստոսից կատարելապես հեռանալու այդ պահը, այդ գիտակցական մերժումը, դա ոչ գիտակցական ակտ չէ։ Եթե դա մենք տեղափոխենք ոչ գիտակցական ոլորտ, ապա ընդհանրապես քրիստոնեական հավատքը մենք կդարձնենք անիմաստ, մարդու կամքի ազատությունը կդարձնենք անիմաստ։ Այդ դեպքում որևէ արտաքին հրաշքով մեր վրա կարելի է դնել թվեր եւ կարելի է ջնջել այդ թվերը եւ մեր կամքից անկախ դա կարող է լինել։ Այդ դեպքում էլ ինչի համար է մարդը ճիքեր թափում ներքին ազատագրման համար։ Ինչու համար է ընդհանրապես այս արարչության նպատակը ինչն է։ Եվ այդ գիտակցությունը ցավոք սրտի սերմանվում է մեր մեջ եւ շատ հավատացյալներ երբեմն կուլ են տալիս այս բաները եւ կարծում եմ, որ հենց դրա մեջ է հոգեվորը։ Պետք է աչալուրջ լինել, որ հանկարծ ֆիզիկական 666 չստանալ։ Բայց դու կարող ես արտաքուստ այդ 666 թիվը չստանալ, բայց ներքուստ լինել 666-ի պաշտամունքի մեջ։ Այսինքն, երբ որ դու մեղքի ենթակայության տակ ես, մեղքի իշխանության տակ ես, չարի իշխանության տակ ես, երբ որ դու քո հոգիդ ես վաճառել մեղքին եւ այս աշխարհի հաճույքներին, ուրեմն շատ կարեւոր է, որ մարդը հոգեվոր տեսանկյունից չընդունի, այսինքն նախ եւ առաջ հրաժարվի մեղքի օրենքից։ Եվ նրանք, ովքեր որ ծառա են մեղքին, մեղքի օրենքին եւ գիտակցաբար հեռացել են Քրիստոսից իրենց հոգևոր կյանքում, նրանք արդեն գտնվում են այդ թվի իշխանության տակ, անկախ նրանից ֆիզիկապես իրենց վրա այդ թիվը կա դրված, թե դրված չէ։ Այստեղ կապել զուտ արտաքին հանգամանքի հետ, առանց նկատի ունենալով այս հոգևոր իրողությունները, կարող է շատ հեռու տանել մեզ։ Պետք է զգուշ լինել եւ նամանավանդ չտրվել այնպիսի գիտելիքների, որոնք չեն բխում ուղղափառ վարդապետությունից։ Այսինքն Տեր կարելի ասել, որ այդ ճակատագրական բախտորոշ ընտրությունը Աստծուն երկրպագել թե ների երկրպագել լինելու է ոչ թե միայն ների գարստյան ժամանակաշրջանում, այլ դա ընդհանրապես ցանկացած մարդու կյանքում անհրաժեշտաբար գոյություն ունեցող ընտրություն է։ Անշուշտ, այդ դեպքում ինչու էր Հովհաննես Ավետարանիչը ասում, որ արդեն բազում ներեր կան։ Ինչ է նշանակում այդ բազում ներերի լինելը։ Եթե այդ բազում ներերը արդեն եկել են եւ կան, նշանակում է դրանք նաեւ իրենց հետ բերել են ների խորհուրդը, այդ 666-ի խորհուրդը եւ սերմանել են մարդկանց մեջ։ Դա նշանակում է, որ ներին ընտրելու կամ չընտրելու կամ չարը ընտրելու եւ չընտրելու պահը ամբողջ կյանքի խնդիր է։ Սա ոչ միայն կապված է խիստ որոշակի իրողությունների հետ, որոնք պետք է լինեն աշխարհի վաղճանին, այսինքն իրական, ես նկատի ունեմ ֆիզիկական իրողությունների հետ, այլ սա հոգևոր ընտրության մի ամբողջ ճանապարհ է, որի ընթացքում մարդը պետք է զգուշանա այդ 666-ը ընտրելուց կամ չընտրելուց։ Եվ սա գիտակցական ակտ է, որը կատարվում է կամքի ազատությամբ։ Սա ինչ որ գերբնական մի բան չէ, անխուսափելիորեն մարդու վրա դրված չդրված։ Սա թուղթուգիր չէ։
Եթե սա թուղթուգիր լիներ, ապա բոլոր կախարդները վաղուց 666-ով թուղթուգիր կանեին մարդկանց վրա։ Նույնիսկ այստեղ մենք տեսնում ենք հակասություն։ Ինչ է այդ ուժը մոգերը չէին օգտագործի, եթե այդպիսի մի գլոբալ կատաստրոֆիկ ուժ էր նրանց տրված, ինչու նրանք դարեր շարունակ չկարողացան այդ ուժը կիրառել մարդկանց վրա։ Այն պետք է զգուշ լինել այդպիսի պահերից։ Դեր, քանի որ այս ամբողջ աղմուկը կամ խնդիրը, որը արծարծվել է կապված 666 թվի հետ, որպես ակունք ունի Հովանու հայտնությունը, եկեք մի փոքր ավելի մանրամասն քննենք այն իրավիճակը, երբ մարդիկ ընդունելու են Կազանի դրոշմը։ Այնտեղ Հովանու հայտնության 13-րդ գլխում ասում է, որ ով ընդունի այդ թիվը, միայն նա իրավունք կստանա գնել կամ վաճառել, իսկ ով որ չընդունի, նա այդ իրավունքը չի ունենա։ Փաստորեն իմ ընկալմամբ այստեղ այլընտրանք է առաջադրվելու մարդուն կամ երկրպագել սատանային կամ զրկվել նյութական կեցության տարրական պայմաններից։ Այսպիսի հարցադրումը թերևս նման է նահատակության, ինչը քրիստոնյա բազմաթիվ սուրբեր պատմության ընթացքում միշտ էլ արել են, այդպիսի օրինակներ մեզ հայտնի են։ Այլ կերպ ասած, հայտնության գրքի մեջ նկարագրված այս դրվագը կարծես հանուն հավատի նահատակության կուլմինացիան է, գագաթնակետն է, որին պետք է նախորդի մարդու այնքան այլասերումը թերևս, երբ նրա համար ամենակարևոր բանը դառնա նյութապաշտությունը։ Ինչ է կարծում, արդյոք դա էլ չի վկայում, որ մինչև այդ պահը գալը մարդ պետք է առավել ուշադրություն դարձնի իր ներքին կյանքին, չհրապուրվի հեշտությամբ նահատակվելու, հեշտությամբ արքայության արժանանալու խայծով, որը միգուցե տրվում է այս 666 թվի հետ կապված պատմությամբ։ Այդպիսի սպեկուլյատիվ ըմբռնումներ, այդպիսի կեղծ գաղափարներ միշտ էլ տարածված են եղել աղանդավորական շրջանակներում եւ որոշ բողոքական ուղղություններում այսօր աշխարհում նույնպես թևածում է այդ գաղափարը եւ գրեթե բոլոր աղանդավորական ուսմունքների մեջ։ Սա գալիս է նաեւ այն բանից, որ աղանդավորները ունեն հոգևորի ընկալման խիստ մարմնահակ գաղափարներ։ Նրանք հոգևորը շատ են կապում նյութականի եւ աշխարհիկի հետ։ Օրինակ, պատահական չէ, որ նրանք այդպես ջանադրաբար ուզում են արագացնել նեռի գալուստը իրենց զանազան գործունեություններով, որովհետեւ ունեն ուտոպիստական հայացքներ, որ նեռի գալստյամբ սկսվելու է հազարամյա թագավորությունը, 1000 տարի լինելու է, այսպես ասած, հոգևոր խրախճանքների եւ այլն վայելքների շրջան, որից իրենք զրկված են եղել, եւ եթե իրենք արագացնեն, ապա իրենք էլ մաս կկազմեն այդ հազարամյա թագավորության։ Եվ բնական է, որ այսպիսի հայացքները պետք է շատ գրավիչ լինեին աղանդավորների համար։ Նաեւ աղանդավորները բնականորեն զրկված են սուրբերի բարեխոսությունից, որովհետև կապ չունեն երկնային եկեղեցու հետ, նրանք չեն ընդունում անդրշիրիմյան կյանքը, նրանցից շատերը։ Եվ զրկված լինելով նրանք չեն հասկանում ինչ է նշանակում Քրիստոսի թագավորությունը այս աշխարհի վրա, որ դա իրական թագավորություն է։ Դա նախ եւ առաջ հաղթանակած եկեղեցու թագավորությունն է եւ նաեւ մարտնչող եկեղեցու թագավորությունն է, որ շարունակաբար հաղթանակ է տանում չարի վրա։ Կտրված լինելով այս process-ներից նրանք զուտ կապում են դա նեռի գալստյան հետ, այդ թագավորության հաստատումը, որ պիտի գա նեռը, հետո պետք է նա ուրեմն գցվի կրակե լիճը եւ իրենք 1000 տարի պետք է թագավորեն եւ իրականացնեն բոլոր իրենց բաղձանքները եւ ֆանտազիաները, որոնք իրենք չեն կարողացել երկրի վրա իրականացնել։ Սա գալիս է այսպիսի ըմբռնումներից։ Եվ այս գաղափարները դարեր շարունակ շատ ակտիվ են եղել աղանդավոր գիտակցության մեջ։ Իհարկե այս կեղծ նահատակվելու այս վարքյանական հրաշքը շատ հրապուրիչ է մարդկանց համար, բայց պետք է հասկանանք, որ այն նահատակությունները, որ եղել են քրիստոնեական եկեղեցում, երբ որ սուրբերը հանուն հավատքի վկայել են, դրանք վարքյանական հրաշքներ չեն եղել, որոնցով մարդիկ մտել են հավիտենական կյանք։ Դրանք սրբության տևական process-ների հետևանք են։
Եվ պետք չէ այսպիսի հոգեբանությամբ, այդ հրաշքային հոգեբանությամբ մոտենալ քրիստոնեությանը։ Մենք դրանով չենք կարող վերցնել այդ խաչը եւ գնալ Քրիստոսի ետևից։ Մենք տեսնում ենք, որ եկեղեցու հայրերի կյանքում, երբ որ նրանք գնացել են նահատակության, անպայման նահատակությանը նախորդել է սրբության բավականին երկարատև շրջան, ներքին վերափոխման, ազատագրման շրջան։ Ուղղակի արդեն այդ նահատակությունը եղել է պսակը իրենց սրբության։ Եզրափակումն է եղել իրենց տևական նահատակությունների։ Ուզում եմ ասել, որ ֆիզիկական նահատակությանը նախորդում են բազմաթիվ հոգևոր նահատակություններ, եւ այսօր էլ մարդը, եթե ինքը պայքարում է մի որևէ մեղքի դեմ, մի որևէ արատի դեմ, մինչև մահու չափ պայքարում է, որպեսզի ստանա այդ արքայությունը իր ներսում եւ լինի Քրիստոսի հետևորդը, ինքը նահատակվում է հանուն հավատքի, ինքը ներքին նահատակության ապրում է ունենում։ Եվ մենք պետք է սա գիտակցենք, որ Աստված նախ մեզանից պահանջում է հոգևոր պտուղներ, ներքին նահատակություններ է մեզանից պահանջում։ Եվ իհարկե, եթե գա պահը եւ մեզանից նաեւ պահանջեն հավատքի վկայություն իլուր բոլորի, որպեսզի մենք վկայենք մեր քրիստոնեական հավատքը, մենք պետք է պատրաստ լինենք վկայելու։ Բայց ես հավատացնում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ անմաքուր կյանքով են այսօր ապրում եւ չեն փորձում իրենց սիրտը ազատել չարի կապանքներից, այդ օրը եւ այդ պահին դժվար թե նրանք կարողանան ճշմարտապես վկայել հանուն Քրիստոսի, որովհետեւ մինչ այդ իրենք չարին ծառայած պիտի լինեին եւ այդ օրը չեն կարող միանգամից ազատագրվել այդ չարի ծառայությունից։ Ուրեմն պետք է զգուշ լինել այդ ժոպեական, այդ վարքյանական փրկության մեջ մտնելու կեղծ գայթակղությունից։ Դե շատերը պնդում են, որ անհատական ծածկագրերի ներմուծման հաջորդ փուլը լինելու է մարդու մաշկի տակ ներմուծվող միկրոսխեմայի, միկրոչիպի պարտադրման փուլը։ Դա թերևս ավելի շատ է նման հայտության գրքում նկարագրված այն իրավիճակին, երբ գազանը կստիպի մարդու ձեռքին կամ ճակատին ընդունել իր դրոշմը։ Ըստ ձեզ, ինչքանով է հիմնավոր սրա հետ կապված մտահոգությունը։ Այդ մտահոգությունը մոտարապես ներկայացվում է հետևյալ սցենարով, որ սկզբից պետք է պատճառաբանվի այդ համարակալումը մտցնելու համար, որ լավ չեն հավաքվում հարկերը, հանցագործություններ կան եւ այլն, պետք է բարձրացնել սոցիալական ապահովությունը եւ այլն եւ այլն, խուսափել սև առևտրից։ Այս պատրվակով պետք է մտցնեն այդ համարակալումը, որից հետո բնականաբար աշխարհում հանցագործները միանգամից չեն անհետանալու։ Եթե վերացրեցին փողը եւ բոլորին տվեցին ուրեմն այդ պլաստիկ քարտերը, ապա սկսելու է այդ պլաստիկ քարտերի կեղծումը եւ սպեկուլյացիան։ Եվ հանցագործները սկսելու են զանազան նպատակներով կեղծել այդ ամենը։ Այս անգամ ասվելու է, որպեսզի զերծ մնանք դրանց կեղծումից, պետք է դա որևէ ֆիզիկական եղանակով դնել մարդու մեջ, ասենք օրինակ մաշկի տակ։ Այդ ժամանակ մենք կխուսափենք բոլոր այդ զեղծարարություններից։ Եվ հենց սա էլ մարդիկ կապում են նորից հայտնության գրքի հետ, ասելով, որ ահա սա հենց այն պահն է, երբ որ 666-ը պետք է դրվի ձեռքի վրա եւ ճակատին։ Իհարկե սա սցենար է նկարագրված, դժվար է ասել, որ դա այդպես էլ պետք է տեղի ունենա թե ոչ, բայց նույնիսկ եթե դա հավանական սցենար է կամ դա կարող է ենթադրվել հավատացյալների կողմից, ապա մենք նորից պետք է զգուշանանք, որովհետև այստեղ մենք արդեն տեսնում ենք ոտնձգություն մարդու հիմնական ազատությունների նկատմամբ։ Ինչ է նշանակում մարդու կրոնական ազատությունը։ Եթե մարդ տեսնում է մի որևէ բան, որը կարող է վտանգ ներկայացնել իր հավատքի համար, եթե ոչ այսօր, ապա ապագայում։ Եվ եթե քիչ թե շատ այդ վտանգի զգացողությունը իր մոտ տրամաբանված է եւ հիմնված է Սուրբ գրքով, ուրեմն պետք է հարգել այդ մարդու կրոնական ազատությունը։ Եվ ընդհանրապես ես կարծում եմ, որ ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում պետք է բարձրացվի այլընտրանքային հարգման կամ սոցիալական ապահովության այդ համակարգը։ Եթե դա անհանգստացնում է մարդկանց, ապա հանգիստ կարելի է մշակել այլ համակարգ, երբ որ մարդիկ պարտաճանաչ կերպով իրենց հարկերը կմուծեն, իրենց անուն, ազգանունով, հայրանունով։ Նույնիսկ այդ պարագայում
ասել, որ դա կապված է 666 թվի հետ, հենց այդ կնիքը ընդունելու հետ, մենք չենք կարող։ Այսինքն հստակ չէ, թե ինչքանով է այդ չիփը կամ այդ թիվը կոդավորման կապված 666-ի հետ, եւ ինչքանով է դա գիտակցաբար մերժում նշանակում Քրիստոսի, մենք չենք կարող ասել։ Մենք միայն կարող ենք ասել, որ մենք անհանգիստ ենք զգում այդ բաներից։ Մենք միայն կարող ենք ասել, որ այս համընդհանուր գլոբալացման process-ներում համաշխարհային պետություն ստեղծելու, մարդկանց վրա տոտալ իշխանություն հաստատելու այս չարորակ process-ների արդյունքում մենք տեսնում ենք նեռի գալստյան նշաններ, ինչը նկարագրված է հստակ հայտնության գրքում։ Տեր, իսկ ձեր կարծիքով հայ առաքելական եկեղեցին որևէ կերպ պետք է արձագանքի այս խնդրին։ Արդյոք սա այն հացն է, որ եկեղեցու քննարկման առարկան դառնա։ Ես չեմ կարող այդ հարցին միանշանակ պատասխանել, երևի այդ հարցին ավելի իմաստուն պատասխան կտան եկեղեցու ղեկավարները։ Ես միայն կարող եմ ասել, որ եթե դա իսկապես լինի շատ անհանգստացնող երևույթ, եկեղեցին ինչպես դարեր շարունակ, այնպես էլ այսօր էլ կտա իր պատասխանը, իր սկզբունքային պատասխանը այդ խնդիրներին։ Բայց դե երբ կլինի դա եւ ինչ ձևով կլինի եւ արդյոք կլինի դրա անհրաժեշտությունը, դա կորոշի ամենայն հայոց կաթողիկոսը եւ եկեղեցու եպիսկոպոսները միասին երևի կորոշեն։ Իսկ ինչ եք կարծում, արդյոք այդ որոշումը արդեն իսկ անօգուտ չէ, այն իմաստով, որ անհատական ծածկագրերի անցնելու մասին որոշումը հաստատված է ազգային ժողովի եւ հանրապետության նախագահի կողմից։ Այդ օրենքը եւ այդ որոշումը կարող են հակասություններ ունենալ սահմանադրության հետ։ Եվ սա բավականին լուրջ խնդիր է։ Այստեղ շատ մարդիկ, անգամ իրավաբաններ, տեսնում են, որ մարդու կրոնական ազատությունների սահմանադրությամբ ապահովված այդ կրոնական ազատությունների եւ այս օրենքի միջև կարող են լինել հակասություններ։ Ես ես մի բան ասեմ, որ Եհովայի վկաները ասեցին, որ իրենց կրոնական ըմբռնումներին հակասում է հայրենի բանակում ծառայելը։ Թեպետ իրենք ինչ-որ ձևով դա չհիմնավորեցին Սուրբ գրքով։ Դա հնարավոր չէ հիմնավորել այդպիսի անհիմն պնդումը Սուրբ գրքով։ Բայց մեր պետությունը խոնարհվեց Եհովայի վկաների առաջ։ Ընդունեց այլընտրանքային ծառայության համակարգը, որպեսզի հանկարծ Եհովայի վկաներին իրենց կրոնական համոզմունքների մեջ չնեղացնենք, որովհետև դա ստիպեցին մեզ անել։ Լավ, եթե առաքելական եկեղեցու հավատացյալները ունեն ավելի հիմնավոր պնդումներ կամ անհանգստություններ, եւ դրանք ավելի հիմնավոր կերպով արտացոլված են Սուրբ գրքում, մենք չպետք է թույլ տանք, որ այդ հավատացյալները ունենան այլընտրանքային համակարգ։ Ես կարծում եմ, որ պետք է թույլ տանք։ Կարող են ընդունվել նաև սխալ օրենքներ թյուրիմացաբար։ Ինչ կա որ։ Ոչ ոք չի մեղադրում այդ օրենքը ընդունողներին կամ այդ նույնիսկ հանրապետության նախագահին կամ սոցիալ-նախարարությանը, որ նրանք գիտակցական քայլ են արել ուղղված քրիստոնեության դեմ։ Ես հասկանում եմ, որ դա պարտադրված քայլ է։ Եթե այդքան մեծ գումար են տալիս, կարծեմ $3 միլիոն են տվել այդ համակարգը ներդնելու համար, ես միանշանակ հասկանում եմ, որ այդպիսի գումար տալու պարագայում ինչ-որ շահեր են հետապնդում Հայաստանում։ Եվ դա ամենևին էլ կարող է մեր ազգային շահից չբխել։ Սա զուտ արտաքին կողմն է, այսինքն որքանով է դա համապատասխանում այս համարակալումը մեր ազգային շահին։ Այս հարցը նույնպես թերթերում բարձրացվել է։ Եվ ոմանք իրավացիորեն գտնում են, որ սա մեր խաղը չէ, սա պարտադրված բան է, եւ սա շատ կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ ազգային անվտանգության տեսանկյունից։ Սա արդեն ուրիշ հարթության մեջ դիտարկում է, ես կարծում եմ, որ քաղաքագետները եւ ընդհանրապես մեր պետական իշխանավորները պետք է լուրջ այս խնդիրը քննության առնեն։ Եթե մեզ այդքան մեծ գումար են տալիս հայ ժողովրդին համարակալելու համար, ուրեմն հետևում խաղ կա։ Հասկանանք ում խաղն է դա եւ պետք է արդյոք դա մեզ թե ոչ։ Չպետք է նետվել այս գլոբալիզացիոն process-ների հորձանուտը։ Սա կարող է շատ տխուր հետևանքներ ունենալ։ Մենք փոքր ժողովուրդ ենք, ուրույն վկայություն ունեցող ժողովուրդ, եւ մենք պետք է մեր բոլոր ինքնապաշտպանական մեխանիզմները հստակեցնենք եւ ոչ թե հետս հետե բոլոր այդ ինքնապաշտպանական
կարողությունները մի կողմ նետենք։ Դեր այդ փորձենք ամփոփել մեր զրույցը։ Անհատական ծածկագրերի ներդրումը մերժելի երևույթ է, բայց մերժելի է ոչ այն պատճառով, որ այնտեղ կոդավորված 666 թիվ կա, որովհետև այդ թիվը կարող է ազդել մարդու վրա եւ այլն, այլ որովհետև դրանից բխում են ազգային անվտանգությանը սպառնացող հետևանքներ, որովհետև դա կարող է անհանգստություն պատճառել քրիստոնյաներին, որովհետև կարող է հակասել Հայաստանի սահմանադրությանը։ Կարելի է այսպես ամփոփել։ Կարելի է այդպես ամփոփել, բայց ես կուզենայի, որ նորից մենք վերադառնանք որպես ամփոփում այն դիտարկմանը, որ այս համարակալումը, եւ դա չի շղթվում, կապված է համաշխարհային գլոբալիզացիոն process-ների հետ։ Իսկ այդ համաշխարհային գլոբալիզացիոն process-ները շատ համահունչ են Հովանու հայտնության մեջ նկարագրված այդ վերջի իրադարձություններին։ Ուրեմն որևէ բան, որը տանում է մեզ այս ուղիով, այս ճանապարհով, մեզ պետք է անհանգստություն պատճառի։ Այսօր ասում են համարակալում, կարող է դա ոչ մի ձևով իրենք չգիտեն, որ դա պետք է կապված լինի 666-ի հետ։ Իսկ ով ասեց, որ դա ապագայում չի կապվելու։ Ով ասեց, որ առանց մեր գիտության, մեր համարների վրա չեն դրվելու 666-եր։ Եվ այլն եւ այլն։ Սա ոչ ոք չի կարող այս հարցերին պատասխանել։ Բայց եթե մենք հավատքի մասին ենք խոսում, հավատքի ըմբռնումների մասին ենք խոսում եւ խոսում ենք վախճանաբանության մասին, ասում ենք, որ դա սպասում է։ Եվ այդ սպասման հետ կապված յուրաքանչյուր անհանգստություն, յուրաքանչյուր բան, որը կարող է որոշակիորեն առնչություն ունենալ այդ իրադարձություններին, կարող է մեզ մեծապես անհանգստացնել։ Եվ ես շատ կխնդրեի մեր պետական պաշտոնյաներին, որ իրենք ուշադիր լինեն այս հանգամանքի վրա եւ նրբանկատ լինեն եւ հասկանան, թե ինչ է հավատքը եւ հասկանան, թե իրենց ինչ-ինչ քայլերով իրենք ինչքան կարող են հավատացյալներին վնաս պատճառել։ Ես մի բան ասեմ, այս երկրին կպած ամենաամուր տարը դա հավատացյալներն են, որովհետեւ իրանք չեն կարող պարզապես Հայաստանից հեռանալ, որովհետև իրենք զրկվում են այդ սրբություններից, այդ օրհնությունից, այդ հողի օրհնությունից, այդ մեր տաճարներից, որ կենթանի վկայություն են իրենց մեջ դարավոր պարունակում քրիստոնեության։ Հիմա մենք այնպես չանենք, որ այս հավատացյալներին էլ խրտնացնենք այս երկրից եւ մի նոր արտագաղթի պատճառ տանք մարդկանց։ Պետք է զգուշ լինենք։ Վեմ ռադիոկայանի եթերում էր «Արժեքներ եւ իրականություն» հաղորդաշարի հերթական թողարկումը։